Բարև ձեզ, այսօր կխոսենք քաղաքագետների և վերլուծաբանների կողմից հաճախ կիրառվող Թուկիդիդիսի ծուղակ հասկացության մասին։ Կփորձենք միասին պարզել դրա նշանակությունը, ծագումը և բովանդակային համատեքստը։ Առաջին հայացքից այն կարող է թվալ բարդ կամ չափազանց ակադեմիական, բայց դրա հիմքում բավականին պարզ միտք է, որի միջոցով հնարավոր է բացատրել հատկապես մեծ տերությունների վարքագծի տրամաբանությունը։ Երբ միջազգային համակարգում հայտնվում է ուժեղացող պետություն, և այդ պետությունը սկսում է մարտահրավեր նետել առաջատար ուժին, ապա աստիճանաբար նրանց միջև լարվածությունը կարող է վերածվել հակամարտության։ Այլ կերպ ասած, վտանգը միայն այն չէ, որ նոր դերակատարը հզորանում է, վտանգը հատկապես այն է, թե ինչպես է այդ հզորացումը ընկալում մյուս, տվյալ պահին գերակայող ուժային կենտրոնը։ Հարկ է նշել, որ այս հասկացության անվանումը կապված է հույն պատմիչ Թուկիդիդիսի հետ, ով գրել է Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը և նկարագրել Աթենքի և Սպարտայի միջև մղված երկարատև և կործանարար պատերազմը։ Այդ պատերազմը տեղի ունեցել մ.թ.ա. 5-րդ դարում և դարձել է Հին Հունաստանի առանցքային ռազմաքաղաքական բախումներից մեկը։ Թուկիդիդիսի ամենահայտնի դիտարկումներից է այն, որ պատերազմը անխուսափելի դարձրեց Աթենքի աճող հզորությունը և այն վախը, որ դա առաջացրեց Սպարտայում։ Թեև Թուկիդիդիսը չէր օգտագործում հենց այս տերմինը, բայց նրա այդ վերլուծությունն էր, որ դարեր անց հիմք դարձավ Թուկիդիդիսի ծուղակ հասկացության ի հայտ գալու համար։ Հատկանշական է, որ նշված հասկացությունը լայն շրջանառության մեջ դրեց ամերիկացի քաղաքագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Գրեհեմ Էլիսոնը։ Նա Թուկիդիդիսի ծուղակ եզրը կիրառեց մեծ տերությունների հարաբերությունները բացատրելու և մեկնաբանելու համար, մասնավորապես Միացյալ Նահանգների և Չինաստանի գլոբալ մրցակցության համատեքստում։ Էլիսոնի հիմնական հարցադրումը հետևյալն է. կարող են արդյոք իշխող և հզորացող տերությունները խուսափել պատերազմից, երբ պատմությունը հաճախ ցույց է տվել հակառակը։ Նա նշում է, որ վերջին 5 դարերի ընթացքում այդպիսի մի շարք դեպքերում մրցակցությունը հանգեցրել է պատերազմի։ Հետևաբար, այստեղ կարևոր է ընդգծել, որ Թուկիդիդիսի ծուղակը չի նշանակում, որ պատերազմը անխուսափելի է։ Այն նշանակում է, որ նման իրավիճակներում պատերազմի հավանականությունը կարող է մեծանալ, եթե կողմերը ճիշտ չգնահատեն միմյանց մտադրությունները, ուժը և կարմիր գծերը։ Հենց սրանում է կայանում նշված հասկացության կարևորությունը, որը նաև հնարավորություն է տալիս տարբերակել երկու բան՝ ուժային հավասարակշռության իրական փոփոխությունը և այդ փոփոխության ընկալումը։ Օրինակ, հզորացող տերությունը կարող է իր քայլերը ներկայացնել որպես բնական զարգացում, տնտեսական աճ կամ տարածաշրջանային ազդեցության ընդլայնում, սակայն տվյալ պահին իշխող տերությունը նույն քայլերը կարող է ընկալել որպես իր դիրքին, անվտանգությանը կամ հեղինակությանը ուղղված սպառնալիք։ Արդյունքում կարող է առաջանալ անվստահություն, որը կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի, կոշտ դիվանագիտական քայլերի, իսկ երբեմն նաև բախումների։ Այսպես, Պելոպոնեսյան պատերազմի օրինակում Աթենքը դարձել էր ծովային, տնտեսական և քաղաքական առումով հզորացող տերություն։ Մյուս կողմից Սպարտան, որը երկար ժամանակ համարվում էր հունական աշխարհի գլխավոր ռազմական տերություններից մեկը, հենց այս հզորացումը դիտարկեց որպես իր ազդեցությանն ուղղված սպառնալիք։ Հարկ է ընդգծել, որ տվյալ մրցակցությունը միայն այս երկու քաղաք պետությունների հակադրություն չէր։ Այն ընդգրկեց այլ դաշնակիցներ, տնտեսական շահեր և անվտանգության առումով որոշակի վախեր, իսկ փոքր պետություններին կանգնեցրեց ընտրության առաջ։ Արդյունքում տեղային լարվածությունները վերաճեցին զանգվածային պատերազմի։ Մեր օրերում Թուկիդիդիսի ծուղակ հասկացությունը առավել հաճախ օգտագործվում է հենց ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների քննարկման ժամանակ։ Հայտնի է, որ ԱՄՆ-ն երկար ժամանակ միջազգային համակարգի առաջատար ուժային կենտրոններից էր, իսկ Չինաստանը վերջին տասնամյակներում տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական առումով աննախադեպ թռիչք է արձանագրել։ Այստեղից էլ առաջանում է հիմնական հարցը. արդյոք այս մրցակցությունը կարող է կառավարվել դիվանագիտական, տնտեսական կամ այլ ինստիտուցիոնալ միջոցներով և գործիքներով, թե ի վերջո կմտնի վտանգավոր սրման փուլ։ Այսպիսով, Թուկիդիդիսի ծուղակը ժամանակակից աշխարհում քաղաքական ռիսկերը գնահատելու միջոց է։ Այն հուշում է, որ մեծ տերությունների մրցակցության մեջ ամենավտանգավոր պահը ոչ միայն ուժային բալանսի փոփոխությունն է,
այլև վախը, անվստահությունը եւ սխալ հաշվարկները։ Եթե հզորացող տերությունը չափազանց արագ եւ կոշտ է գործում, իսկ տվյալ պահին գերիշխող ուժը ամեն նման փոփոխություն ընկալում է որպես սպառնալիք, ապա նման իրավիճակը կարող է հանգեցնել բախման։ Սակայն, եթե կողմերը ճանաչում են միմյանց շահերը, հստակեցնում են կարմիր գծերը եւ գիտակցում, որ մրցակցությունը պարտադիր չէ վերածվի պատերազմի, ապա ծուղակից դուրս գալը հնարավոր է։ Շնորհակալություն դիտելու համար, եթե թեման հետաքրքիր էր, ապա խնդրում եմ հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել ալիքին։ Ձեր արձագանքը շատ կարեւոր է եւ օգնում է շարունակել նման տեսանյութերի շարքը։ Միասին բացահայտենք քաղաքագիտությունը։